Հաշմանդամություն ունեցող անձինք մեր հասարակության լիարժեք և լիիրավ անդամներն են։ Նրանց իրավունքներն ու ցանկությունները ոչնչով չեն տարբերվում առողջական խնդիրներ չունեցող մարդկանց իրավունքներից, ցանկություններից, նպատակներից ու երազանքներից։ Հոկտեմբերի 15-ին Երևանի կենդանաբուսաբանական այգում իրենց օրը անցկացրեցին Արմավիրի Նուռ հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության շահառուները։ Սաներից շատերը կենդանաբուսաբանական այգում առաջին անգամ էին գտնվում։ Հայկական էկզոտիկ կենդանիները ասաման ուրախություն էին պարգևել նրանց։ Մեկօրյա ուրախ հանգիստը կյանքի էր կոչվել Նուռ հասարակական կազմակերպության վաղեմի բարեկամ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր համաքաղաքացի Արմավիր քաղաքում գործող Անգել ռեստորանային համալիրի սեփականատեր Արշալույս Առաքելյանի բարերարության և աջակցության շնորհիվ։ Երեխաները Նուռ հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության աշխատակիցների Անգել ռեստորանային համալիրի տնօրինության ծնողների հետ շրջում էին կենդանաբուսաբանական այգում և հիանում նոր ու արդեն ծանոթ կենդանատեսակներով, որոնց շարքում էին հայկական մուֆլոններ, էկզոտիկ թռչուններ, վագրեր, առյուծներ, կարապներ, կրյաներ, օձեր և այլ բազում կենդանատեսակներ։ Իհարկե այս ամենը համեմված էր ուրախ ու բարձր տրամադրությամբ։ Արմավիրի Նուռ հաշմանդամ երեխաների պաշտպանության հասարակական կազմակերպության շահառու Կարապետ Շենդրիկովն առաջին անգամ էր գտնվում կենդանաբուսաբանական այգում։ Մեծ ուրախությամբ Կարապետը շնորհակալություն հայտնեց Արշալույս Առաքելյանից իրենց թեկուզ մեկ, սակայն բովանդակալից ու անմոռաց օր պարգևելու համար, հույս հայտնելով, որ նմանատիպ տպավորիչ օրեր կլինեն շատ։ Կարապետի ցանկություններից է հանդիպել հայտնի արվեստագետների հետ, ինքն էլ անձամբ ստեղծագործում է, գրում բանաստեղծություններ։ Ես ուզում եմ ամբողջ Նուռ հասարակական կազմակերպության անունից, հանրապետության Սևոդան Հակոբյանի անունից շնորհակալություն հայտնել պարոն Առաքելյանին այդպիսի գործեր անելու եւ մեծ գործեր անելու համար։ Ես նաեւ շնորհակալություն եմ հայտնում պարոն Առաքելյանին, որ մեզ հնարավորություն ընձեռեց, որ մենք ինքներս կարողանանք մեզ լիարժեք մարդ զգանք եւ մեր ինչպես սիրում եմ ասել, ես ինքս չեմ թաքցնում, որ ունեմ հաշմանդամություն, ես ինքս ինձ համարում եմ հաշմանդամ անձ, որը գտնվելով այս կառույցի ներսում, գտնվելով այս կազմակերպության համակարգի մեջ, ուզում եմ ասել, որ պարոն Առաքելյանը մեծ բարեգործ եւ մեծ մարդ, որը իրեն ինքը ներդրել է բարեգործության, որովհետեւ ամեն մարդ չի կարող լինել բարեգործ իր նման։ Նման մարդիկ շատ քիչ են մեր հասարակականության մեջ։ Նրանք այնպիսի մարդ է, որ մենք չենք կարող թաքցնել։ Կարապետ առաջի անգամ ես այստեղ։ Այո, առաջի անգամ եմ գտնվում Երևանի գազանանոցում։ Մի քանի անգամ եղել եմ տարբեր գազանանոցներում, ասեցի լիսկերով չեմ այնպիսի լիսկերի մեջ չեմ եղել, որ այստեղ եմ զգում։ Այս ուզում եմ նաև ասել, որ մեր մեծագով բարեգործ պարոն Առաքելյանին ես մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում։ Ես կուզել լինել արվեստի գործիչներից մի քանիսի մոտ, տեսնել իրենց եւ արվեստի շատ մոտիկից են, որովհետեւ ես ինքս կարող եմ ասել, որ նորից եմ ասում, ես կեսակ արվեստագետ եմ, ես ստեղծագործում եմ տարբեր հայրենասիրական ասմունքներ, կարող եմ։ Իմ ասմունքը կոչվում է հայրենիք։ Հայրենիքը մեր սիրտն է, հայրենիքը մեր սերն է։ Հայրենիքը այնքան ուժեղ է, որ մենք չենք կարող պատկերացնել։ Հայրենիք ու մարդիկ անգամ ծնվում են հայ, բայց չեն իմանում, թե ինչ է հայրենասիրությունը։ Հայը այն մարդն է, որ երկիրը մոտիկից է ճանաչում։ Հայը այն մարդն է, որ կարող է իր կրոնը չմոռանալ։ Մենք հայ ենք, քրիստոնյա եւ հավատացյալ։ Մենք չենք ուզում, որ գերի դառնանք կոտալին եւ ստրկանանք։ Մենք ուզում ենք լինել ուժեղ, ապավինել եւ դառնալ հզոր հայրենիք։ Կարապետի վաղեմի ցանկություններից մեկն էր դառնալ հաղորդավար եւ վարել հարցազրույց։ Մեր հեռուստաընկերության լրագրողական անձնակազմը մեծ սիրով ընձեռնեց նրան այդ հնարավորությունը, թեկուզ մեկ օրով նրա ցանկությունը դարձնելով իրական։ Այսպեսի միջոցառումներ հաճախակի են լինելու։ Անշուշտ Կարո ջան, հաճախակի կլինեն այսպիսի միջոցառումներ, եթե մեր կողքին գտնվեն պարոն Առաքելյանի նման բարերարներ, ինչի թվում, որ մենք այսպիսի միջոցառումներ չենք կազմակերպի, կլինենք, մենք հուսով ենք, որ ամանորի հետ կապված էլ միջոցառում կունենանք, բոլորին կուրախացնենք։
Առանց պրոպագանդելու մենք կարող ենք իրազեկել բոլորին, որ տեսնեն մեր նոր կազմակերպությունում այսպիսի լավ շահառուներ ունենք, լավ երեխաներ ունենք, բոլորը ունեն ձեռքի շնորհք, բոլորը իրենց աշխատանքն ունեն եւ մեր կազմակերպությունում բոլորը սիրով հաճախում են եւ մասնակցում են տարբեր տեսակի միջոցառումների։ Դուք քանի տարի եք աշխատում այս կառույցում։ Ես արդեն աշխատում եմ երևի մի 5 տարի կլինի։ Ու շատ գոհ եմ կազմակերպությունից, տնօրենից, որովհետև մենք ունենում ենք միշտ միջոցառումներ, կատարում ենք այնպիսի գործեր, որ երեխաները միշտ դրա մեջ իրենց զգում են շատ ազատ եւ շատ ուրախ են լինում։ Արդյոք մեր կազմակերպությունը իր անդամների հետ ուզում է անցկացնել այսպիսի միջոցառումներ։ Մենք ունենում ենք արդեն նման միջոցառումներ, կարելի ասել հաճախակի, քանի որ մենք ունենում ենք հովանավորներ, այս պահին, որ էլի գտնվում ենք այստեղ, իր շնորհիվ պարոն Առաքելյանի շնորհիվ է, չէ՞, Շեդրիկով ջան։ Եվ սա կարելի ասել հաճախակի է մեզ մոտ ստացվում, որ մենք ձեզ հետ գալիս ենք այսպիսի լավ տեղեր։ Շնորհակալություն ետերում մենախագիծներ։ Միշտ հանդիպում դասեր Կարաբաշյանիկովը հատու նոյ Հայաստանի համար։ 2 եւ ավելի տարիներ շարունակ նոր հասարակական կազմակերպության երեխաների ցանկությունները կյանքի են կոչվել Անգել ռեստորանային համալիրի սեփականատեր Արշալույս Առաքելյանի շնորհիվ։ Կազմակերպվել են ամանորյա միջոցառումներ, բազում հյուրասիրություններ եւ այս մեկ օրն էր ավելացավ այդ որպես գեղեցիկ եւ հիշարժան օրերի ցանկին։ Ինքը երեխա սերա Նամանավանդ այս երեխաներին ավելի շատ է սիրում, ինքը միջև գալը այս միջոցառումը կազմակերպում է, պլանավորում է, նոր գալիս է Հայաստան։ Հաշմանդամ երեխաներին ավելի շատ ուշադրություն ենք դարձնում։ Ինքը չկարողացավ հիմա ներկա գտնվել, ես եմ իր անունից, իր կողմից այստեղ։ Կուզեի շնորհակալությունս էլ հայտնել այս Երևանի կենթանաբանական այգու տնօրինությանը մեզ ընդառաջելու համար։ Թող ամեն մեկը իր ներդրումը, իր լուման ունենա այսպիսի գործընթացների մեջ։ Այսօրվա մեր գեղեցիկ օրվա հովանավորը պարոն Առաքելյանն է, ինչպես միշտ այս 2 տարիների ընթացքում մեր կազմակերպության կողքին է միշտ եղել պարոն Առաքելյանը եւ այսօր էլ մի գեղեցիկ օր պարգևեց այս երեխաներին կենթանաբանական Երևանի կենթանաբանական այգին բերելով։ Բավականին հետաքրքիր էր երեխաների համար, թե ծնողների համար, որովհետև առաջին անգամ էին լինում երեխաները կենթանաբանական այգում, այսպիսի հնարավորություն երբևիցե չէր ընձեռնվել երեխաներին։ Փառք Աստծո, որ այսօր նախ շատ գեղեցիկ օր էր, հետո բոլորը տպավորված են։ Շատ ողջունելի կլինի, որ շարունակական լինի, ինչ չի թվում, որ այս ամեն ինչը կդադարի ու ամեն առիթին երեխաների հետ կապված մեզ միշտ հիշում է պարոն Առաքելյանը եւ այսպեսի հետաքրքիր անակնկալներ է մատուցում։ Նախ ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Առաքելյանից, որ ինքը ընձեռնեց այսպիսի կազմակերպեց երեխաների, հիվանդ երեխաներին ուրախացնելու համար, գոնե իրանք ոչ մեկը տեր չեն կանգնում, գոնե այն ժամանակ երեխաները գալիս մի բան հասկանում են էլի, ուրախանում են, բավականություն են ստանում երեխեքը, ես էլ իմ թորնիկ հետ լավ եմ զգում։ Շնորհակալ ենք պարոն Առաքելյանից, որ նման միջոցառումներ կազմակերպում է մեր ծնողների թե մեր երեխաների համար, քանի որ մեր երեխաներ ունենք, որ ընդհանրապես չեն եղել կենթանաբանական այգում, ամեն անգամ հնարավորություն է ձեռք բերում մեր երեխաներին, ով որտեղ չի եղել, այնտեղ էլ տանում է։ Շնորհակալ ենք ամեն դեպքում, թե ծնողների, թե աշխատակիցների, թե երեխաների կողմից, որին շնորհակալություն եմ հայտնում։ Միանշանակ, որովհետև մեր երեխաներն էլ իրավունք ունեն լիարժեք, լիարավ մարդիկ լինելու, քանի որ դուք ինքներդ եք տեսնում, որ իրանք էլ ունեն այն հետաքրքրությունը, որը որ մենք ինքներս։ Երեխաների օրը չավարտվեց միայն կենթանաբուսաբանական այգու կենթանատեսակների հետ ծանոթությամբ, նրանք նաև կարուսել նստեցին եւ օգտվեցին հյուրասիրությունից։ Բարի եւ օգտակար գործ կատարել կարող է մեզանից յուրաքանչյուրը, այդ ամենի համար պետք է ընդհանրապես ցանկություն։
Անգելը ռեստորանային համալիրի տնօրինությունը իր մարդասիրական ցանկությունը կյանքի կոչեց, մեկ, բայց ոչ վերջին անմոռանալի օր պարգևելով Արմավիրի Նուր Հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության շահառուներին։